Գիրք Եզեկիել, գլուխ 42. Եվ ինձ դուրս տարավ դուրսի գավիթը դեպի հյուսիսի ճանապարհովը, և ինձ բերավ այն սենյակը, որ անջրպետի առաջին էր, և որ դեպի հյուսիսային կողմի շենքի առաջին էր, այն 100 կանգուն երկարության առաջին, մուտքը դեպի հյուսիս, որի լայնությունը 50 կանգուն էր։ Ներսի գավիթի 20 կանգունի առաջին և դուրսի գավիթի քարահատակի առաջին խորշ դեմ եռահարկ, և սենյակների դիմաց մի ճեմելիք 10 կանգուն լայն ներսևից, և մի ճանապարհ 1 կանգուն, և նրանց մուտքերը դեպի հյուսիս, և վերի սենյակները կարճ էին, որովհետև խորշերը նրանցից տեղ էին առնում, այսինքն շենքի տակի և միջի հարկերիցը, որովհետև եռահարկ էին նրանք, և սյուներ չունեին գավիթների սյուների նման։ Նրա համար նեղանում էին տակի և միջի հարկերիցը գետնից սկսած։ Եվ մի պատ կար դրսից, սենյակների կշտովը դեպի դուրսի գավիթը, սենյակների դիմացը, երկայնությունը 50 կանգուն, որովհետև դրսի գավիթի սենյակների երկայնությունը 50 կանգուն էր, և ահա տաճարի դիմացը 100 կանգուն էր։ Եվ այս սենյակների տակին մի մուտք արևելքից նրանց մոտ գնալու համար, դուրսի գավիթի կողմից։ Գավիթի պատի լայնությունովը դեպի արևելք անջրպետի առաջին և շենքի առաջին սենյակներ էին։ Եվ դեպի նրանց առաջին մի ճանապարհ կար դեպի հյուսիս եղող սենյակների երևույթին պես, թե նրանց երկայնության, թե լայնության և նրանց ելքերի ու նրանց ձևերի և մուտքերի նկատմամբ։ Եվ նույնպես էլ սենյակների մուտքերը, որոնք դեպի հարավն էին։ Մի մուտք կար ճանապարհի գլխին, այսինքն դեմուդեմ եղող պատի առաջի ճանապարհի, արևելյան ճանապարհի գլխին, երբ որ գալիս են։ Եվ ինձ ասեց. հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք անջրպետի առաջին են, նրանք սուրբ սենյակներ են, ուր որ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, և հացի ընծան, և մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այնտեղը սուրբ է։ Երբ որ քահանաները այնտեղ մտնեն, պիտի դուրս չգան սուրբ տեղիցը դեպի դրսի գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրանց գեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցանում, որովհետև նրանք սուրբ են։ Ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդի վերաբերյալ բաներին։ Եվ վերջացրեց ներսի տան չափերը, և ինձ դուրս տարավ այն ճանապարհովը, որի երեսը դեպի արևելք էր, և նրան չափեց շուրջանակի։ Նա չափեց արևելյան կողմը չափի եղեգովը, 500 եղեգ չափի եղեգովը շուրջանակի, չափեց հյուսիսային կողմը, 500 եղեգ չափի եղեգովը շուրջանակի, չափեց հարավային կողմը, 500 եղեգ չափի եղեգովը, դառավ դեպի արևմտյան կողմը, չափեց 500 եղեգ չափի եղեգովը, 4 կողմիցը չափեց նրան։ Նա շուրջանակի պատեր ուներ, երկայնությունը 500 և լայնությունը 500, սուրբը և անսուրբը բաժանելու համար։